Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ինչպես նշեցինք, այսօր փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձը եւ նրա կյանքի թողած մեծ ժառանգության հետաքրքիր պատմությունների, ինչպես նաեւ մեր հյուրի կողմից թողարկված եւ այս տարի դեռ սպասվող գրքերի մասին խոսելու ենք մեր հյուրի հետ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյան։ Լույս առավոտի։ Բարի տիկին Հովհաննիսյան։ Բարի։ Շատ շքեղ եք տիկին Հովհաննիսյան։ Շնորհակալություն։ Պայծառ, լուսավոր։ Շնորհակալություն։ Կա մի բան, որ դուք չգիտեք Թումանյանի մասին։ Իհարկե։ Ես կարելի է ասել ոչինչ էլ չգիտեմ, որովհետև Թումանյանը անսպառ է։ Դա նույնն է, որ դուք ինչ-որ մեկին հարցնեք, կա մի բան, որ դու տիեզերքի մասին չգիտես։ Այնինչ տիեզերական է, այնինչ այդ աստիճանի աստվածային է, ինչպես նրան ոչ թե իմ խոսքերն են, ես եմ մեծարում, այլ օտարազգիները նրան համարել են աստվածաշունչ։ Օտարազգի գրականագետները, գրողները համարել են հայության խիղճը, հայ ժողովրդի հենց նկարագիրը նրանով են չափել, այնպես որ իմանալ Թումանյանի եւ գիտեք հենց պատճառը այն է, որ Թումանյանի գիտական կենսագրությունը մինչև այսօր ամբողջացած չէ։ Մեկ ինչն է զարմանալի, նրա գիտական կենսագրությամբ առաջինը նախ ինքն է զբաղվել, հետո իր երեխաները, հատկապես Նվարդը, եւ երբ Նվարդը հիվանդանոցում պառկած էր, վերջին օրվա վերջին նախադասությունը եղել է հայրիկի տարեգրությունը մնաց։ Նրանից հետո մեր լավագույն գրականագետներն են զբաղվել Թումանյանով։ Ասենք Արամ Ինջիկյանը առաջին հատորը գրեց, բայց դա ընդգրկում էր միայն մանկությունը եւ երիտասարդության առաջին տարիները։ Երկրորդ հատորը կյանքի 10 տարվա ես գրեցի 1000 էջի սահմաններում եւ դարձյալ անավարտ է, որովհետեւ մյուս 10 տարին դեռևս լրիվ չի գրված։ Այսինքն բացի կյանքը, ստեղծագործությունը առավել եւս, որովհետեւ Թումանյանը այնպիսի համապարփակ, այնքան վիթխարի է, որ օրինակ երբ Հրանտ Մաթևոսյանին ասում էին խոսեք նրա մեծության մասին, ասում էր հետաքրքիր հարց եք տալիս։ Ես այդ մեծության մեջ եմ։ Ես ինչպես կարող եմ խոսել մի բանի մասին, որ ինձնից մեծ է։ Ես չեմ կարող տեսնել, չեմ կարող պատկերացնել։ Այնպես որ Թումանյանի մասին անհնար է ամեն ինչ իմանալ եւ նույնիսկ ստեղծագործությունների նույնիսկ հրապարակախոսական հոդվածների, գիտեք, երբ մի բանաստեղծ, որը դարձել է ընդհանրացումների տիրակալ, այսինքն ինչին ձեռք ենք տալիս ցանկացած երևույթի, մենք կարող ենք Թումանյանի խոսքերով ասել, այդ դրանք բանալիներ են տվյալ երևույթը հասկանալու։ Չեմ ուզում տանել, ասենք, քաղաքական դաշտ եւ խոսել որևէ բան այսօրվա իրողություններից, բայց ես հետևում էի, թե այս տարիներին որն է Թումանյանի գործերից ամենից շատ շարքային, սովորական մարդկանց, որոնք գուցե ոչ բոլոր գործերն են կարդացել, գուցե նույնիսկ ասում են պարզապես մանկապարտեզում սովորած լինելով Չարի վերջը, բայց անverջ ամենից շատ հոլովվել է Չարի վերջը։ Եվ մի երևույթ էլ կար հետաքրքիր, որ նախ ասում էին՝ ուր է մեր ագրավը, ուր է, որ գա ասի հիմար կկու, չի կարելի ձագերին տալ, բայց հիմա էլ չեն ասում ուր է ագրավը, հիմա պարզապես ասում են չի կարելի ձագերին տալ։ Ցանկացած չկա այն փիսիկի գանգատից սկսած, այն մանկությունից սկսած։ Երբ մենք այդ բանաստեղծությունը կարդում ենք, մենք հասկանում ենք, որ զրպարտելը վատ բան է եւ որ եթե քեզ զրպարտում են, որ կյանքին բնորոշ է նաև այն, որ դու կարող ես այդ զրպարտության տակից սևացնում են այնքան, որ այդպես էլ դու ամբողջ կյանքում լաց կլինես, բայց չես կարող դրա տակից դուրս գալ։ Ամեն ինչը սկսած փիսիկի գանգատից, վերջացրած նրա բոլոր ստեղծագործությունների մեջ ընդհանրացման այնպիսի վիթխարի ուժ կա, որ նույնիսկ նրանք, ովքեր չեն կարդացել, ընդունում եմ, որ կան, որ չեն կարդացել, առավել եւս բոլոր գործերը, առավել եւս հոդվածները, բայց նրանց մեջ էլ է նստած Թումանյանը, որովհետեւ Թումանյանը դա մենք ենք, նա անհատականացված ազգ է։
գիտակցում է այդ ազգի յուրաքանչյուր անհատը թե ոչ, դա կարևոր չէ, ինչպես որ Հրանտ Մաթևոսյանի, որ ասում է, տղաս ասում է, «Էդ ինչ ես անում», ասում է, «Բայց եմ սովորում, Թումանյանին տվել են, անգիր պիտի անեմ, վաղը գնամ»։ Յա, ասում է, «Ինչու»։ Թումանյանին սովորում են, ասում է, «Բա ինչ են, դե նա գիտեն էլի»։ Ինչպես Սևակի մայրն էր ասում, չէ, ասում էր այն Գիգորը գրողի պես մարդ է, չգիտեր ով է Թումանյանը, չգիտեր ազգանունը, չէր լսել, բայց Գիգորը գիտեք, հա Գիգոր ասի, դա էլ հիշեցի, իմ այլ ասում են, չէ, քաղաքական Գիգոր եւ այլն։ Այսինքն տեսնում եք ինչպիսի կամ երբ մարդու շիտակությունը եւ այլն նկատի ունեն, թե բալը թանկ է, ամեն ինչը երևույթ է։ Եվ ասում եմ, այնինչ ես երբեք չեմ մոռանում, չեմ հիշում, ասել եմ, թե չէ, երբ մարդը մահամերձ թոքերով հիվանդ նստած է հիվանդանոցի բակում եւ ասում է, գիտես ես ինչպես եմ մրսում, ինչպես Գիգորն էր մրսում, ապշելու բան է, ինչպես կարելի է մրսելը նկարագրել, որ մրսելը ընդհանրացնի ու այսինքն դա էլ հո ֆիզիկական երևույթ է, դա էլ հո հոգեվոր ինչ-որ շերտեր չէ, բայց այնպես որ վիթխարի անբացատրելի շերտեր ունի Թումանյանը եւ կարևորը ինքը բանաձևել է աչքի պես պարզ, աչքի պես բարդ։ Եթե բարդ է, դու այդ բարդությունը յուրաքանչյուր դար պիտի մենք այդ շերտերը բացենք, ընդ որում մեր տարիքի հետ, մեր հասունության հետ մենք նորանոր շերտներ ենք հայտնաբերում, այդ պարզ թվացող գեր, բարդ շերտեր, ենթատեքստեր ունեցող այդ գրողի ստեղծագործության մեջ։ Տիկին Հովհաննիսյան, ամենայն հայոց բանաստեղծի փիլիսոփայությունը որքանով է արդիական մեր հասարակական ճգնաժամերի եւ արժե համակարգերի այդ փոփոխությունների ֆոնին։ Այլավ հարցեր, ինձ թվում է շատ ճիշտ հարցեր, ճիշտ ձևակերպված, որովհետեւ Թումանյանը միշտ արդիական է, գիտեք, նման գրողների մասին, նրանք ես չեմ համարում, որ այսօր է Թումանյանի ծնունդը կամ նույնիսկ փետրվարի 7-ը իրականում, որ ծնվել է 5 տոմարով։ Այդպիսի հանճարները, այդպիսի անհատները, նրանք ծնվում են, երբ որ ծնվում է իրենց տեսակը, իրենց ազգը։ Ես չգիտեմ, քանի հազարամյակներ առաջ էր մեր ազգը ծնվել, երբ որ ծնվեց Մաշտոցը։ Հնարը ծնվում է, երբ էլ չի մնում ոչ մի հնար։ Մաշտոցը ծնվեց եւ ամբարեց իր մեջ այդ մեր ազգի այդ ողջ հանճարը եւ նրան պարգևեց գոյության իրավունք։ Անցան եւս կես հազարամյակ, ծնվեց Նարեկացին։ Մաշտոցը եւ այն մյուս հազարամյակների մեր այդ հանճարի լույսը տեղավորվեց Նարեկացու մեջ։ Անցավ մի ամբողջ հազարամյակ եւ ծնվեց Թումանյանը եւ նա իր մեջ կրեց մեր բոլոր մեծերի այդ լույսը եւ նա նույնքան արդիական է, ընդ որում ոչ միայն իր ներկայի համար եղավ արդիական, այլ նա նաեւ գալիքի համար է արդիական, միշտ է արդիական լինելու։ Տեսեք, օրինակ լավ կլիներ յուրաքանչյուր հայ այսօր, հենց այսօր կարդար նրա դառնացած ժողովուրդ հոդվածը, որտեղ մենք այսօր դառնացած ենք։ Ինչու՞։ Յուրաքանչյուր փոքրիկ հոդվածի մեջ, իսկ նա կարճ խոսք, նա երկար խոսք չէր սիրում։ Նա ասում էր, ես ջնջելական եմ։ Գրում էր, հետո ջնջում էր, հակիրճ, երկարը տեղ չի հասնում։ Մի խոսքով, այդ կարճ փոքրիկ հոդվածում նա բնութագրում է եւ այսօրը, եւ ապագան, եւ մարդկային չարությունը, եւ մարդկային բարությունը, եւ բարությամբ է տրամադրվում։ Տեսեք, այնքան արդիական է, ես հիշում եմ մեր հին, այսպես կոչված նախկինների ազգային ժողովում, մի անգամ ազգային ժողովի նախագահը հայտարարություն արեց. այլևս ոչ ոք այս ամբիոնից Թումանյանի անունը չտա։ Ինչու՞։ Որովհետև եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը այն ժամանակ բոլորը իրենց արարքները, իրենց գործողությունները արդարացնելու համար տալիս են Թումանյանի անունը։ Ինչու՞, որովհետև դարձյալ այդ տիեզերականն է մեղավոր։ Թումանյանի մեջ ամեն ինչ կա։ Եթե դու նրան անջատես այս մասից կամ կբերես, կասես, ես ճիշտ եմ, այ Թումանյանը այսպես էր ասում։ Նույնիսկ մարդասպանը, գիտեք, նա կարող է իրեն արդարացնել, կասի, օրինակ մի առիթով նրա օրերում Ներսիսյան դպրոցի մի աշակերտ սպանում է իր ուսուցչին, նրան երկրորդ տարին նույն դասարանում թողնելու պատճառով։
Թումանյանին շատ է հուզում փաստը, որ աշակերտը կարող է ուսուցչին սպանել, գրում է հոդված, եւ ինչ է գրում, գրում է, որ ծառիցն է ընկել պտուղը։ Այսինքն մենք ոչ թե այդ տղային, այդ երեխային պիտի այդքան մեղադրենք, այլ մենք ենք մեղավոր։ Այն բարոյական միջավայրը, այն բարոյական ցեղը, որի մեջ մեծացել է, նա ուրիշ արարք ընդունակ չեր անելու։ Այսինքն բոլորս ենք մեղավոր, բոլորս ենք պատասխանատու այդ երեխայի համար, որտեղ նրա ճակատագիրն էլ է խեղված։ Իսկ այդտեղ մենք բոլորս ինչու երբեմն մտածում ես ամեն ինչ այսպես, որովհետև մենք միմյանց հաջողությունը տանել չենք կարող։ Մեկը մյուսի երջանկությունը, տեսեք, երբ Աղթամարը գրում էր, Թումանյանը միշտ սիրում էր ուսումնասիրել հնարավոր բոլոր տարբերակները, բոլոր ստեղծագործությունների։ Օրինակ կա տարբերակ, որտեղ եղբայրները իմացան օտար տղա է եւ այլն, իրենց քույրն է, թասիբին կանգնեցին եւ լույսը մարեցին։ Մեկ ուրիշ տարբերակում գյուղի տղաները ոնց թե մենք մեր գյուղի, մեր գեղեցունի եւ այլն ոչ մի դեպքում ուրիշ գյուղի հարց չի։ Մի ուրիշ տեղ հայրն է իմացավ աղջիկը, Թումանյանը այդ բոլորը դնում է մի կողմ։ Կարող էր բալլադը ավելի մեծ լինել, դնում եւ մի բառ է օգտագործում եւ մի գիշեր չարկան մարդիկ։ Այսինքն պարտադիր չէ որևէ պատճառ, որ մեկը մյուսի չարը, վատը կամենա։ Այդ դառնացած ժողովուրդ հոդվածում ասում է, այնքան չի ուրախանում, որ իր արտը բերք է, որ իր արտին չորը տվել է, չի տխրում գյուղացին, բայց ասում է, տխրում է, որ հարևանի արտը բերք է տվել։ Փոխանակ մտածի ինչպես անի իր արտն էլ բերք տա։ Նա մտածում է, ինչու է նրա արտը բերքը տվել։ Ու այդ չարությունը, այդ խանդը, այդ նախանձը մեկը մյուսի հաջողության նկատմամբ, բայց այդպես չի, որ Թումանյանը միայն մեղադրում է մեզ։ Նա բացատրում է ինչու է այդպես, ինչու ենք մենք չարացած, ինչու ենք մենք դառնացած, եւ դա պատմական փաստերով, որ այնքան են մեզ ոչ արժանի ազգերը, բարբարոս ազգերի կրնկի տակ եղել, ոտքի տակ, որ մենք դառնացել ենք։ Մեր դառնությունը չենք կարողացել օտարին, օտար իշխանության դեմ ուղղել մեր չարությունը, արդարության, մենք ուղղել ենք իրար դեմ ու դարձել ենք ավելի չարը, բացատրեց չարը, որից հետո ասում է ինչ պիտի անենք։ Նա երբեք, գիտեք, Թումանյանի բնավորության մեջ այդ գործնական ջիղը կար, նա ֆենոմենալ երևույթ է, պատկերացրեք մի մարդ, որ ղեկավարել է 12-13 հասարակական ընկերություններ, կազմակերպություններ, միաժամանակ, թվարկելը միայն 10 րոպե կտևի, գրողների ընկերություն, հայարտուն, արվեստի մի խոսքով չեմ թվարկում։ Ուզում եմ ասել, ինչպես է արել դա, որովհետև նա անպետական երկրի պետական գործիչներ։ Նա իրենից ներկայացնում էր արտաքին գործերի նախարարություն։ Իր տունը բոլոր դեսպանները ժամանակի հյուպատոսները եղել են։ Նա իրենից ներկայացնում էր սոցիալ նախարարություն։ Ամենահետաքրքիրը սա է, նրա բարությունը, Սահյանը ասում էր, մեր ազգի ուժն է։ Բարությունը նույնպես, որ մենք սովորենք որպես խեղճություն դիտել եւ այլն, բայց նա բարությամբ չարությանը հաղթելու ուրեմն շատ հետաքրքիր տեսություն ուներ, որը եւ նրա քարյակներում կա, ոնց էր համային ձագի։ Նա միայն Աստվածաշնչում կարող է այսպիսի բան լինել։ Դու իմ երեխային սպանես, դու իմ երեխային ուտես, քեզ կերակուր դարձնես, ես քեզ ոչ միայն չանիծեմ, ես ոչ միայն քեզ չսպանեմ, այլ ես օրհնեմ քեզ, աղոթեմ քեզ համար, Աստված պահի քո բալի։ Այսինքն դու չտեսնես այն, ինչ ես եմ տեսել։ Եվ գիտեք, դա խոսքեր չեն։ Թումանյանը ունի մի առանձնահատկություն, որ ոչ բոլոր արվեստագետները ունեն։ Նրա մոտ կա իսկապես տիեզերական ներդաշնակություն նրա ստեղծածի եւ ապրած կյանքի միջև։ Նայեք այս քարյակին, նա կորցրեց որդուն։ Որդուն սպանեցին թուրքերը։ Վանի ճանապարհին, Վանի վերջին հայ պարետներ, մի չքնաղ տղա արտավազ, դա մի ամբողջ հաղորդման թեմա է, չխոսենք, բայց որդուն կորցնելուց հետո անգամ կերան նրա ձագին, բայց նա ասաց, արևի նման նայեք աշխարհին։ Այսինքն այդ լույսը այնքան շատ էր, այդ արևը տալու,
եւ որն էր ճանապարհը, որ Թումանյանը առաջարկում էր, որ այսօր էլ նույնքան արդիական է, գանք ձեր հարցի պատասխանին, նախ ախտորոշում, նախ պիտի հասկանալ, որն է մեր սխալը, ինչու ենք մենք այդպիսին, ինչու ենք մենք նախանց, ինչու ենք մենք չար, ճիշտ ախտորոշել, չվախենալ այդ ախտորոշումից, խոստովանել, որից հետո միայն կգա փրկությունը, ոչ մի բժիշկ չի կարող որևէ հիվանդի բուժել, եթե նա ճիշտ չի ախտորոշել, որից հետո այդ նախադասությունը արդեն կարծում եմ բոլորը գիտեն, ներսից ենք փչացած, ներսից է լինելու փրկությունը, եթե ուզում ենք փրկվենք, ուրեմն մենք ինքներս պիտի մեզ փոխենք եւ ներսից կգա այդ փրկությունը, այնպես ինչպես այդ լույսը, ինչպես որ այդ սոցապ նախարարությունը, որ ասեցի, հանկարծ հիշեցի, պատկերացրեք, բոլորն էին ուզում, անվերջ Թումանյանը նամակներ էր ստանում, ինձ տուր, այնքան որ Հայարտան անունը դրել էին հացարտուն, բոլորը եւ ուտելիք էին ուզում եւ հագուտ, բայց հետաքրքիր է, երբ հայն է ուզում, իր հայ բանաստեղծից ուներ այդ համբավը, ուզում էին, բայց երբ վրացի անծանոթ երիտասարդ նամակ է գրում Թումանյանին եւ ասում է, գիտես, ես իմ վերարկուն մոռացել եմ Բաթումում, փող չունեմ որ գնամ, ցուրտ է, մրսում եմ, խնդրում եմ, մի բան տուր հագնեմ, գնացքի գումար տուր, որ ես գնամ հասնեմ Բաթում եւ իմ այդ ուրեմն զգեստը հագնեմ ու հետ գա։ Այսինքն ամբողջ Թիֆլիսում, իր վրացական մտավորական շրջաններում ոչ մեկին չի գտնում գումար խնդրելու եւ ինչ որ հագուստ խնդրելու, քան Թումանյանն է։ Նրա այդ համբավը, այդ լույսը որ կար, Տիցիան Տաբիձեի կինը, Նինո Տաբիձեն ասում էր, երբ Թումանյանը դրսից Ռուսთავելու պողոտայից երևում էր, ոնց որ ասում է արևը դուրս գար։ Միանգամից օրը ցերեկով լույսը շատանում էր։ Այդպիսի, այսինքն որպես նկարագիր, որպես մարդ Թումանյանը իսկապես ահավոր լուսավոր է եղել եւ այդ լույսը այսօր մեզ պակասում է, չնայած նա ուզում եմ հետևել իր պատգամներին, երբեմն շատ դժվար է, որ չհուսահատվելը երբեմն դժվար է, բայց ինքը ասում էր հուսահատվելը մեղք է, հեքիաթներում էլ է դա գրել, հուսահատվելը մեղք է եւ ուզում եմ հավատալ, որ ինչ անես, որ այսպես չի մնա, որ աշխարհում հաստատ միայն մի բան կա, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։ Եվ համոզված եմ, որ երևի այսպես չի մնա, եւ Թումանյանի նա նայում էր նաեւ դեպի ապագան, այսօր էլ Թումանյանը արչեվից է գնում, տեսեք ամենաճիշտ որոշումը, որ կայացվել է գրողների միությունում այսօրը անվանել գիրք նվիրելու օր, հետաքրքիր է, գրքի օր գուցե եւ ուրիշ ազգեր էլ ունենան, բայց ես կարծում եմ, որ գիրք նվիրելու օր դժվար թե որևէ ազգ ունենա, ստույգ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում աշխարհի բոլոր այսպես։ Ճիշտ է, մենք քիչ առաջ ենք խոսում դրա մասին։ Հա, ինձ թվում է, եւ դա ճիշտ է, որ դա Թումանյանի ծննդյան օրն է, որովհետև այդքան գիրք, սա գիտեք ֆենոմենալ երևույթ է իսկապես։ Տոլստոյի Յասնայա Պալյանայում պահվում է 16000 գիրք անձնական գրադարանում, որը հավաքել է 7 սերունդ ազնվական ընտանիքի, փող ունեցող ընտանիքի։ Թումանյանը 2 գրքով դուրս է եկել իր տանից Խաչատուր Աբովյանի Վերք Հայաստանի եւ Հյուսիսափայլիմի համար եւ կարողացել է մի տարում 10000 գիրք նվիրել, որից 2000-ը չի պահպանվել, 2000-ը նվերների եւ կորցրածների շարքում են։ Ինչու էր նա պատին գրել, խնդրում եմ գիրք չխնդրել։ Բարի էր, խնդրեին, մերժել չէր կարող, գրքերից հրաժարվել չէր ուզում, տանում էին, չէին բերում։ Մի քանի գրքի հետ կապված հետաքրքիր երևույթներ կան։ Նախ Թումանյանը մեծ բնազդ ուներ, ինտուիցիա, սա էլ լրիվ առանձին, նա մարգարեականություն, օրինակ չի եղել իր կյանքում եւ ազգի կյանքում որևէ դեպք, որ նա կանխազգացած չլինի, երազում տեսած չլինի։ Նա երազում տեսնում է, որ 5 թվականին հեղափոխություն է լինում Ռուսաստանում։ Ինչպես է լինում։ Վեր է կենում ասում է դեռ չկա, ոչ ոք չի հավատում, գրազ է գալիս, որ լինելու է։ Եվ այս զգացել է, տեսեք, նա չի անիծել երբեք, մի բան է անիծել, չարնել է միշտ ապրում անմեռ, անեծք նրա չար գործքին, չարը անիծել է, բայց դա որպես երևույթ։
իսկ միայն մի բանաստեղծության մեջ, որը ինքը չի տպագրել, որը գրել է անմիջապես, երբ երազում տեսել է հայոց ցեղասպանությունը, մինչև կլինեին այդ կոտորածները։ Եվ նա առավոտյան գրում է այդ բանաստեղծությունը եւ անիծում է նրանց, ովքեր այդպիսի դաժանությամբ պիտի իրագործեին հայոց ցեղասպանությունը։ Մի խոսքով Տիկին Մարիսյան, այնքան հաճելի է ձեզ լսել ու անվերջ կարող ենք լսել։ Եթե մենք ունենանք այդ իրավունքը մեր ամբողջությամբ այսօրվա մեր ամբողջ եթերը միջև ուշ երեկոյան թողենք խոսենք Թումանյանի մասին, ես վստահ եմ, որ մենք խոսենք ու նույնիսկ չէր բավականացնի ամբողջ օրը։ Շնորհակալ ենք ձեզ շատ ու խորհուրդ մեր հեռուստադիտողին նշեցրելի ծնողներին։ Երեխաների հետ այսօր հասկանում եմ աշխատանքային օր է, բայց եթե կարող եք ժամանակ գտեք, գնացեք Հովհաննես Թումանյանի տուն թանգարան։ Չեք կարող գնալ, բացեք գրքերը, ընթերցեք ձեր երեխաների համար, գոնե ու առհասարակ ընթերցանությունը գիրքը թող, եթե ոչ առաջնային տեղն է ձեր տանը, թող երկրորդ տեղը զբաղեցնի, որովհետև մենք հարուստ ենք հենց գրքերով, գիտելիքով, եւ եթե ուզում ենք տեսնել այն Հայաստանը, որի մասին երազում ենք, որի մասին երազել են մեր մեծանուն հայերը, մենք պետք է կարդանք, հավաքենք գիտելիք, միանշանակ։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Ես նույնպես, եւ քանի որ այսօր գիրք նվիրելու օրն է, եւ չէր կարելի դատարկ ձեռով, եթե երկու շաբաթ հետո լիներ Տերյան Թումանյան, Տերյան Նվարդ, այդ նրանց հարաբերությունները ներկայացնող շատ հետաքրքիր զրույց, ինչպես Տերյանը օրինակ սեր է բացատրել Նվարդին, Նվարդը ստիպված է եղել մերժել, որովհետև Տերյանը ամուսնացած էր, որից հետո Տերյանը գնում է ընկերոջ տուն եւ գրում է ուրեմն արածներիդ համար չես ասելու ախ ու ափսոս, չարածներիդ համար կասես եւ այլն, ինչու դրի սրտի սկապանք եւ քանի սերեր, հուրեր հանգցրի հազար ափսոս եւ այլն, այս քարյակի հիման վրա ստեղծվեց 500 էջանի մի գիրք, որը եւ նրանց սիրո պատմությունն է եւ տերյանագիտության, մի խոսքով, բայց ստիպված եմ նախորդ գրքերից նվիրել, սա Թումանյանը մանկագրության խաչմերուկներում եւ ես չեմ համարձակվել գրել մանկագիր, որտեղ դա մի վիթխարի թեմա է եւ երևի իր հետազոտողը կգա, որ ավելի լավ կիմանա եւ կգրի այդ մասին, մի խոսքով շատ շնորհակալություն։ Մենք ցավոք սրտի չխոսեցինք նաև նոր հրատարակվող գրքերի մասին, բայց ես վստահ եմ, որ մենք ձեզ կհյուրընկալ ենք կրկին մեզ մոտ ու կրկին կզրուցենք։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Թումանյանագետ Շքեղ Սուսաննա Հովհաննիսյանը։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ լավ օր, չենք մոռանում այսօր գիրք նվիրելու օրն է, շտապեք, նվիրեք ձեր երեխաներին, ծնողներին, նվեր արեք ու վստահ եմ, որ կերջանկացնեք այսօր ձեր ընկերներից ինչ-որ մեկին։ Ձեզ լավ օր։